Երկարատև ազատագրական շարժումների շնորհիվ Հայաստանը 9-րդ դարի երկրորդ կեսին վերջապես ձեռք է բերում կորցրած իր քաղաքական ինքնուրույնությունը։ 869 թվականին Զաքարիա Ձագեցի կաթողիկոսը հրավիրում է աշխարհիկ իշխանների համաժողով, որտեղ որոշվում է հռչակել երկրի անկախությունը։ Ավելի քան 10 տարի հետո, 885 թվականին, խալիֆը ընդունում է Հայաստանը որպես անկախ պետություն և թագավոր է ճանաչում Աշոտ Բագրատունուն։ Նրա թագավորությունը ճանաչում է նաև բյուզանդական կայսր Վասիլ Առաջինը, ուղարկելով թագ և թանկագին նվերներ։ Աշոտ Առաջինի թագավորության տարիներին 885-ից 890 թվականներին Հայաստանի համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ, և արաբական խալիֆայությունը, և բյուզանդական կայսրությունը կարիք ունեին դաշնակցելու Բագրատունյաց Հայաստանի հետ և սիրաշահում էին նրա։ Աշոտ Առաջինը երկու պետությունների հետ էլ պահպանում էր բարեկամական հարաբերություններ և ձեռնամուխ լինում Հայաստանը մի միասնական պետության մեջ միավորելու կարևոր խնդրի իրականացմանը։ 888 թվականին ճնշվում է Վանանդի իշխանների խռովությունը և այն միացվում մայր երկրին։ Կարսը դառնում է սպարապետների աթոռանիստ, բերդաքաղաք։ Աշոտ Առաջինի իշխանությունը տարածվում է Հայաստանի մեծ մասի վրա։ Նրա որդի Սմբատ Առաջինը, որը գահակալ է 890-ից 914 թվականներին, շարունակում է հոր քաղաքականությունը, սակայն հանդիպում է լուրջ դիմադրության հայ նախարարների կողմից, իսկ արաբները գործադրում էին բոլոր միջոցները հայկական պետության հզորացումը խափանելու համար։ Ատրպատականի ամիր Յուսուֆը կարողանում է օգտվել Բագրատունիների և արծրունիների միջև եղած հակասություններից և վերջիններիս իր կողմը գրավում։ 908 թվականին Յուսուֆն իր զորքով մտնում է Հայաստան։ Նա խալիֆի անունից, ի հակադրություն Բագրատունիների, արքայական թագ է տալիս Գագիկ արծրունուն, նրան հռչակելով Հայաստանի թագավոր։ Սմբատ Առաջինը իր ջոկատով ամրանում է կապույտ բերդում, սակայն երկարատև պաշարումից հետո ստիպված է լինում ազնատուր լինել։ Յուսուֆի հրամանով 914 թվականին Սմբատ արքան գլխատվում է։ Արաբական նվաճողների դեմ պայքարի ղեկավարությունը անցնում է Սմբատի որդուն՝ Աշոտ II-ին, որը գահակալ է 914-ից 928 թվականները, որն իր քաջության ու տոկունության համար ստացավ երկաթ մականունը։ Ոտքի են կանգնում հայրենասեր իշխանները, ժողովուրդը և հոգևորականները։ Պատերազմը զավթիչների դեմ տևում է 7 տարի՝ 914-ից 921 թվականները, և բազմաթև արյունահեղ մարտերից հետո պսակվում հաղթանակներով։ Առանձնապես ուշադրության է արժանի Սևանում տեղի ունեցած ճակատամարտը, որտեղ կղզուց նավակներով ափ դուրս եկած հայկական փոքրաթիվ ջոկատը Աշոտ II-ի հրամանատարությամբ հանկարծակի բերելով գլխովին ջախջախում է արաբ զորավար Բեշիրի բանակը և փախուստի մատնում նրանց։ Սևանի ճակատամարտը շրջադարձային պահ էր ամբողջ պատերազմի ընթացքում։ Սրանից հետո հայկական ջոկատները Աշոտ II-ի, նրա եղբայր Աբբաս սպարապետի և իշխան Գևորգի գլխավորությամբ արաբներից մաքրում են երկրի կենտրոնական և գլխավոր տարածքները։ Վերջապես 922 թվականին Բաղդադի խալիֆը ճանաչում է Աշոտ II-ին Հայաստանի շահնշահ, այսինքն արքայից արքա։ Գագիկ արծրունին ընդունելով Բագրատունիների գերիշխանությունը բավարարվում է վասպուրականի թագավոր տիտղոսով։ 10-րդ դարի երրորդ տասնամյակի սկզբներին Հայաստանում հաստատված խաղաղության շրջանն ընդհանուր առմամբ տևում է ավելի քան 100 տարի։ Բագրատունիներին հաջողվում է զերծ մնալ Բյուզանդիայի և անկում ապրող խալիֆայության միջև մղվող պատերազմներից։
Երկիրը թևակողում է տնտեսական ու մշակութային զարգացման մի նոր փուլ։ Աշոտ երրորդի օրոք, որը գահակալ է 953-ից 977 թվականներ, Անիի ամրոցը 961 թվականին դառնում է մայրաքաղաք։ Աշոտ երրորդը հռչակվում է թագավոր ամենայն տանն հայոց։ Չնայած գործադրված մեծ ջանքերին, Բագրատունիներին այնուամենայնիվ չհաջողվեց ստեղծել միասնական ու միաձույլ պետություն։ Ֆեոդալները հաճախակի դուրս էին գալիս Բագրատունի թագավորների միավորիչ քաղաքականության դեմ հարևան պետությունների բացահայտ կամ գաղտնի թելադրանքով։ Այդ բոլորի հետևանքով, բացի կենտրոնական Անի Շիրակի թագավորությունից, Հայաստանում առաջանում են նաև Վասպուրականի, Վանանդի, Տաշիր ձորագետի և Սյունիքի թագավորությունները և մի շարք հայկական իշխանություններ ու արաբական ամիրայություններ։ Դրանք թեև համարվում էին Բագրատունիների ենթակա իշխանություններ, վասալներ, այնուամենայնիվ գտնվում էին համարյա կիսաանկախ վիճակում։ Բագրատունիների թագավորությունն իր հզորության ամենաբարձր շրջանն ապրեց Գագիկ առաջինի օրոք 990-ից 1020 թվականներ։ Չնայած շարունակվող տնտեսական ու մշակութային կյանքի վերելքին և Գագիկ առաջինի գործադրած մեծ ջանքերին, երկրի ավատատիրական մասնատումը գնալով ավելի էր խորանում, 19-րդ դարի երկրորդ կեսին բարդանում է նաև Հայաստանի արտաքին քաղաքական դրությունը, բյուզանդական կայսրությունը վերստին սկսում է զավթողական քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ, 966 թվականին կայսրության առաջին զոհն է դառնում Տարանուի Բագրատունիների ընդարձակ իշխանությունը բռնակցվելով Բյուզանդիային։ Նույն բախտին են արժանանում Տայքի գյուրապաղատությունը 1001 թվականին և Վասպուրականի արծրունյաց թագավորությունը 1021 թվականին։ Սևամպեր են կուտակվում նաև Բագրատունիների Անի Շիրակի թագավորության վրա։ Գագիկ առաջինի մահից հետո բյուզանդական դիվանագիտությունը կարողանում է երկպառակտություններ սերմանել տիրող վերնախավի մեջ, իր կողմը գրավելով Պետրոս Գետադարձ կաթողիկոսին և արքունիքում մեծ ազդեցություն ունեցող Վեստ Սարգիս իշխանին։ 1041 թվականին մահանում է Բագրատունի թագավոր Հովհաննես Սմբատը։ Անին գրավելու համար Բյուզանդիան զորք է ուղարկում Հայաստան, սակայն բնակչությունը սպարապետ Վահրամ Պահլավոնու հրամանատարությամբ հետ է շպրտում նրանց։ Թափուր մնացած գահի վրա հաստատվում է 16-ամյա Գագիկ II 1042-ից 1045 թվականների գահակալը։ Նա ևս շարունակում է հերոսական կռիվներ մղել նվաճողների դեմ։ Չկարողանալով կոտրել հայերի դիմադրությունը, կայսրությունը դիմում է նենգ ու խարդախ միջոցների։ Բանակցություններ վարելու պատրվակով կայսրը Կոստանդնուպոլիս է կանչում երիտասարդ Գագիկ II-ին և կալանավորում նրան։ Միաժամանակ նոր զորքեր է ուղարկում Հայաստան։ Զենքի դիմաց ծերունի Վահրամ Պահլավոնու հրամանատարությամբ դաժան մարտեր են մղում բյուզանդական զորքերի դեմ, բայց Անին դավաճանության զոհ դառնալով ընկնում է։ 1045 թվականին Անի Շիրակի թագավորությունն անցնում է Բյուզանդիայի տիրապետության տակ։